Իսկ դուք գիտեք, որ Սևանա լճի ափին ժամանակին իրականացվել են փորձեր, որոնք սահմանակցվում են Ղենթության և հանճարեղության հետ։ 1967 թվականի մի ցուրտ գիշեր Մոսկվայի մի գաղտնի լաբորատորիայում մի մարդ փորձում էր ուղարկել իր մտքերը հազարավոր կիլոմետրեր հեռու դեպի Հայաստան։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, այլ Խորհրդային Միության ամենագաղտնի ծրագրերից մեկը՝ բիոհաղորդակցություն։ Ինչու էր պետական անվտանգության կոմիտեին պետք մտքի ուժը։ Եվ ինչ կտան նրանք Սևանի խորքերում։ Միացեք Արգան բլոգին եւ լայքեք տեսանյութը, իսկ ես շարունակեմ։ Գիտնականները դա անվանում են տելեպաթիկ կամուրջ։ Ինդուկտորը Մոսկվայում կենտրոնանում էր մետաղական զսպանակի կամ սև պտուտակահանի վրա, իսկ Սևանի ափին գտնվող Կարլ Նիկոլաևը, մի մարդ, ում ուղեղն աշխատում էր ինչպես գերհզոր անտենա, պետք է նկարագրեր դրանք։ Նա միացված էր տասնյակ սարքերի։ Էլեկտրոդները գրանցում էին նրա մտքի ալիքները և սրտի զարկերը, և հանկարծ հրաշք։ Նիկոլաևը սկսում է նկարագրել առարկաները 90% ճշգրտությամբ։ Պրոֆեսոր Իպոլիտ Գոգանը պնդում էր. «Սա միստիկա չէ, սա ֆիզիկա է, ծայրահեղ ցածր հաճախականության ալիքներ, որոնք արձակում է մեր ուղեղը, և որոնք կարող են շրջանցել ողջ երկրագունդը»։ Բայց ինչու էր պետությունը միլիոնավոր ռուբլիներ ծախսում սրա վրա։ Պատասխանը սարսափելի է և պարզ։ Սովորական ալիքները չեն թափանցում օվկիանոսի խորքերը, բայց տելեպաթիկ ազդանշանը սահմաններ չունի։ Դա կատարյալ կապ էր սուզանավերի համար։ Սակայն կա նաև ավելի մութ կողմ։ Եթե կարելի է միտք փոխանցել, ուրեմն կարելի է նաև սպանել հեռավորության վրա։ Երբ խորհրդային մի այլ ֆենոմեն՝ Նինա Կուլագինան մտքի ուժով կանգնեցրեց գորտի սիրտը, աշխարհը սառեց։ Սկսվեց պարանորմալ սպառազինությունների մրցավազք։ Հայաստանը դարձավ այս գաղտնի պատերազմի առաջնագիծը, որտեղ Սևանի բարձրալեռնային դիրքն ու ջրային միջավայրն օգտագործվում էին մարդուն կենսաբանական զենքի վերածելու համար։ 1974 թվականին այս ամենը հանկարծակի դադարեցվեց։ Էդուարդ Նաումովը ձերբակալվեց, լաբորատորիաները փակվեցին, իսկ արդյունքները դասակարգվեցին որպես խիստ գաղտնի։ Արդյոք նրանք իրոք գտան մտքի կոդը, թե վախեցան սեփական հայտնագործությունից։ Իսկ դուք երբևէ նկատել եք, որ ինչ-որ մեկը ձեզ նայում է թիկունքից, կամ կանխազգացել եք հարազատի զանգը։ Գրեք մեկնաբանություններում ձեր ամենաանհավանական պատմությունները։ Ես Արգամ Ռոբերտին եմ։ Կհանդիպենք։